Այժմ մենք գտնվում ենք Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնում, որտեղ այս պահին իրականացում են վերանորոգման աշխատանքներ։ Շուրջ 50 տարի առաջ կառուցված շենքն առաջին անգամ է վերանորոգվում։ Տանիքն արդեն ամբողջությամբ փոխել են։ Վարպետն էլ լուրերի նկարահանման պահին փոխված աստիճանավանդակների վրա էր աշխատանքներ կատարում։ Շենքը կառուցված է եղել 1975 թվականից եւ գործում էր։ Տանիքը ամբողջությամբ փոխվել է եւ մուտքի աստիճանավանդակներն ամբողջությամբ փոխվել են, սանհանգույցների արդեն կիսով չափ աշխատանքներն իրականացվել են եւ շուտով արդեն տեղադրվի նոր պատուհանները եւ կսկսեն արդեն ներսի աշխատանքները։ Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր բնակավայրում շահագործվում է ոսկու հանք։ Ըստ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորման, ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2%-ը փոխանցվում է ազդակիր համայնքներին։ Մասնավոր միջոցների շնորհիվ համայնքում իրականացվում են սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Այս ծրագիրը եւս այդ լրացուցիչ միջոցների հաշվին է իրականացվում։ Մասհանումներով ռոյալթիների հաշվին 2%-ը կազմել է 85 միլիոն դրամ, որը պետության կողմից հատկացվել է մեզ, քանի որ Ծաղկաձոր համայնքում որպես ազդակիր բնակավայր դիտարկվում է որպես Մեղրաձոր գյուղը, ուստի մենք նախատեսեցինք ամբողջությամբ այդ գումարը նախատեսել Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնի վերանորոգման համար։ Գնման գործընթացի արդյունքում շահող կազմակերպությունը 118 միլիոն 700 հազար դրամով շահեց այս աշխատանքները իրականացումը։ Իսկ այդ 85 միլիոնից ավել արդեն գումարը ամբողջությամբ համայնքի բյուջեով է իրականացվելու։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026-ի հունիսին։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ ձյուդոյի, շախմատի, կերպարվեստի, ասեղնագործության, երգի։ Բոլորն անվճար, շեշտում է համայնքապետը։ Եթե Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնում ենք նախատեսելու ենք օրինակ վերանորոգում իրականացնել մի 2-3 տարվա ընթացքում կամ 2-3 տարի հետո, կախված մեր բյուջեի հնարավորություններից, այժմ ռոյալթիների հաշվին արդեն իրականացվեց ավելի արագ։ Քանի որ ռոյալթիների հաշվարկը ժամկետային առումով երկար է տևում, 2024-ին համայնքներին փոխանցվել է 2021-ի գումարը, իսկ արդեն 2025-ին հատկացնելու են 2022-ի ռոյալթիների հաշվարկով, որը Ծաղկաձորի դեպքում կազմում է 112 միլիոն 900 հազար դրամ։ Սրանով արդեն նախատեսում են Մեղրաձորի բնակիչների մեկ այլ խնդիր կարգավորել։ Նախատեսել ենք Մեղրաձոր գյուղում, քանի որ այս ազդակիր բնակավայր է հանդիսանում, բազմաբնակարան շենքերի տանիքների փոխարինում, մուտքերի վերանորոգում, ապակիների դռների փոխարինում ամբողջությամբ եւ նաեւ կողմագծերի եւ ջրագծերի փոխարինում, ինչպես նաեւ մենք նախատեսել ենք արդեն մեր համայնքային միջոցներով դա կլինի արդեն 2026 թվականին այս ծրագիրը ավարտելուց հետո ամբողջությամբ տարածքի բարեկարգում ասֆալտապատում։ Բնակիչներից Վարուժան Գոգոլյանը նշում է, տասնյակ տարիներ այստեղ աշխատանք չի կատարվել։ 67 թվականի շենք են սրանք։ Եվ առեսօր ոչ մի բան չի արել, մանավանդ պատիժն է։ Մասամբ փոխվել են պատիժները, կողքի պատիժները։ Այդքան բան։ Գրիչները, տանիքները փոխել են բնակիչները իրանց ուժերով։ Ծրագրով առաջ անգամ պետք է ասֆալտապատումը, ռոկման խմելու ջուրը, գողին դիփոխվի բոլորը։ Նաև պատիժները։ Հաղթող կազմակերպություններ արդեն կան եւ մինչեւ 2026 թվականի սկիզբ նախատեսվում է ավարտին հասցնել, վստահեցնում է համայնքի ղեկավարը։ Ընդհանուր առմամբ ազդակիր են համարվում Սյունիքի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու Ալավերդի, Գեղարքունիքի Վարդենիս եւ Կոտայքի Ծաղկաձոր համայնքները, շուրջ 40 բնակավայր։ Կառավարությունը սահմանում են հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում պետք է ներկայացվեն այդ ծրագրերը, դա առողջապահություն, գյուղատնտեսություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ, սպորտ, բնակարանաշինություն եւ այլն։ Այդ ծրագրերը նախորդ տարի ընդհանուր գումարը, որ հատկացվել է, նա 1 միլիարդ 51 միլիոն դրամի չափի գումար է կազմում։ Այս տարվա ռոյալթիի չափը, որ պետք է բաշխվի համայնքների մեջ, դա 1 միլիարդ 634 միլիոնի չափով է, որը նույնպես կառավարության որոշմամբ արդեն հավանության արժանացել է։ Ծրագրերի մի մասն արդեն իրականացվել է, մյուս մասն ընթացքի մեջ է, նշում է փոխնախարարը, հավելելով ջրամատակարարումից, ոռոգման ցանցի անցկացումից մինչև պուրակների եւ զբոսայգիների կառուցում, ոլորտները տարբեր են։ Համայնքը ներկայացնում է ծրագիրը լիազոր մարմին, այս բարակում տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է ծրագրի նպատակահարմարությունը, արդյոք այն համապատասխանում է այն պահանջներին, որոնք պետք է բավարարի նախագիծը, ծրագիրը եւ ըստ այդմ համաձայնություն է տալիս, հետագայում կառավարության կողմից արդեն հավանություն է արժանանում եւ համապատասխան գումարը բյուջեն վերաբաշխվում է։ Այս փոփոխությունն էականորեն օգնել է ազդակիր համայնքների զարգացմանը, կարծում է ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը։ Ես կարող եմ օրինակ վերել Սյունիքի մասով։ Գիտեք, որ Հայաստանի վերջին 4 տարվա ամենախոշոր հարկատու է
ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի գործունեություն Սյունիքի մարզում է իրականացնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 22 թվականին մուծել է 61 միլիարդ ռոյալթի, 23 թվականին մուծել է 41 միլիարդ ռոյալթի եւ 24 թվականին մուծել է 65 միլիարդ ռոյալթի։ Եվ երբ նայում ենք այդ գումարների 2%-ը, տեսնում ենք, որ 1 միլիարդի սահմաններում է մոտավորապես, որը շատ էական է, նամանավանդ կարող են օգտագործել սուբվենցիա եւ այդ 1 միլիարդի էֆեկտը 2 միլիարդի ծրագիր կարող է իրականացվել։ Օրինակով կարող եմ ասել, Կապան համայնքը այս տարի 522 միլիոն դրամի չափով է, որը բավական մեծ գումար է եւ համայնքները դրանով կարողանում են համայնքի կարևոր կենսական նշանակություն ունեցող հարցեր լուծել, որոնք բնակչությունը էապես զգում է իրենց ապրելակերպում եւ տեսնում է, թե ինչ փոփոխություն են իրականացվում։ 2%-ից 1%-ը բաշխվում է ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 1%-ը այն համայնքների միջև, որոնք իրենց կազմում ունեն ազդակիր բնակավայրեր, ընդգծում է Ասատուր Վարդանյանը։ Հավելելով 8 հանքարդյունահանող կազմակերպությունների ռոյալթիների վճարումից արդեն պետությունը հատկացում է իրականացնում։ Սոցիալական պատասխանատվության ծրագիրը նաև, քանի որ ազդակիր բնակավայրերի անմիջապես իրենք կրում են այդ ազդեցությունը հանքարդյունաբերության, եւ սա լրացուցիչ խթան է վերջիններիս հրատապ լուծում պահանջող կամ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները լուծելու ուղղությամբ պետության աջակցությունն է։ Պատգամավորի խոսքով սրան զուգահեռ նաև հանքարդյունաբերող ընկերություններն են սոցիալական բնույթի ծրագրեր իրականացնում։ Դավիթ Դանիելյանը բերում է Մեղրիի օրինակը։ Օրինակ Մեղրի համայնքում այդքան մեծ չի հանքարդյունաբերությունը, սակայն ռոյալթիից գոյացած գումարների 1%-ը ուղղվում է ուղիղ այդ ազդակին համայնքին, իսկ մյուս 1%-ը ամբողջ Հայաստանում գոյացած ռոյալթիների բաշխվում է հավասարաչափ այլ համայնքների միջև։ Եվ օրինակ Մեղրի համայնքը այդ մասով շահում է հավելյալ եկամուտներ, որը կարողանում է իրացնել եւ օգտագործել այդ թվում նաեւ որպես սուբվենցիոն ծրագրեր կամ բազմաթիվ այլ խնդիրներ լուծել համայնքում։ Որոշ ժամանակ անց ծրագրի արդյունավետությունը գնահատելով կարելի է նաև որոշակի փոփոխություններ կատարել, կարծում է Դավիթ Դանիելյանը։ Հաշվի առնելով, որ համայնքները խոշորացված են, հետևաբար բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, կարծում եմ ինչ-որ փուլից հնարավոր է առնվազն սկսել քննարկումները այդ 2%-ի ավելացման մասով։ 2025-ին ռոյալթիներից ամենաշատ գումարը կհատկացվի Կապան համայնքին 522 միլիոն 955 հազար դրամ, հաջորդում է Մեղրին 332 միլիոնով, այնուհետև Ալավերդին 305 միլիոն դրամ, մնացածը բաժին է ընկնում Քաջարանին, Ծաղկաձորին եւ Վարդենիսին։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, Մհեր Կիրակոսյան եւ Արթուր Պետրոսյան, Կիրակնորյալ լուրեր։